Պարոն Ռուստամյան, կոալիցիայում արդեն քննարկվել է, թե որ մարզերի, այսինքն փոխմարզպետի պորտֆելը պետք է տան Դաշնակցությանը։ Այո, դա մենք հայտարարել ենք արդեն։ Շիրակի մարզում եւ Արագածոտնում։ Փոխմարզպետ, ոչ փոխմարզպետ։ Փոխմարզպետ չէ, փոխմարզպետներ, փոխնախարարներ այդ հարցերը չեն քննարկվել։ Պարոն Ռուստամյան, ստացված պորտֆելները բավական են արդյոք, որ հանրությունը խելամիտ ժամկետներում ռեալ փոփոխությունների ականատես լինի, եւ երկրորդ հարցը հանրության մեջ շրջանառվում է կարծիք, որ սա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիր ուներ նման համագործակցությունը, ԲՀԿ-ի հարցերը այս կամ այն կերպ լուծելով, մեջբերում եմ Զուրաբյանի խոսքերը, եւ նաեւ Դաշնակցությանը նման համագործակցության մեջ ներքաշելու միջոցով։ Ինչ կարծիք ունեք։ Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որ այդ անձի հետ շատ երկար տարիների համագործակցության պատմություն ունի։ Եվ այն մարդիկ են դրա մասին հայտարարում, որ ամբողջ այս ընթացքում դավաճան ինչ անուն ասես փակցրել են այդ մարդու վրա, այսինքն նրան համարել են այս հայության ժողովրդի թիվ 1 թշնամին, հիմա դառան իր պաշտպանը, հա, ինչ են ասում, որ ինչ, բայց իրանց ինչ ցավն է, իրանք ուզում են Քոչարյանն անպայման գա, հա, Էդ են ուզում, այդ երբ են ուզել մենք չենք իմացել։ Մենք Քոչարյանի դեմ երբեք չենք եղել, ընդհակառակը մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք։ Եվ այն ինչ որ մենք անում ենք, այդ բոլորը մենք նաև պաշտպանել ենք, երբ որ եղել ենք նաև այդ համագործակցության մեջ։ Այդ մեր հայտնի 7 կետերը մենք 20-25 տարի է պաշտպանում ենք։ Եվ դա եղել է նաև Քոչարյանի ժամանակ, որովհետև մեկի համար գաղտնիք չի։ Այսինքն եթե մենք մեր գաղափարները պաշտպանում ենք, մեր սկզբունքների վրա ենք գտնվում, ինչ որ մեկի դաշտն ենք փակում, դա աբսուրդ է։ Մենք այսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, եւ եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա, որովհետեւ մենք դրա փորձը անցած ճանապարհը իսկապես ըստ արժանավույնս գնահատում ենք։ Մենք միասին իսկապես աշխատել ենք եւ կարծում եմ այդ տարիները մեր երկրի վատ տարիները չեն եղել, լավ տարիներ են եղել, վերելքի տարիներ են եղել։ Մենք համագործակցում ենք մեր համար կարևոր հռչակված հարցերի շուրջ։ Այդ հարցերը ով կընդունի, մենք իր հետ կարող ենք ամենասերտ համագործակցության մեջ գտնել։ Հիմա դա տեղի է ունեցել հանրապետական կուսակցության հետ։ Այսքան խոսում էիք, ուշագիրը, համաձայնագիրը վերցրեք, կարդացեք։ Մեր հայտարարած որ տողերը եւ որ մտքերը այդտեղ արտացոլված չեն։ 7 կետ էինք ասում, ավելի շատ արտացոլում կգտնեք այդտեղ։ Այսինքն մենք եթե գտել ենք մի գործընկեր, ում հետ հնարավոր է այդ ամեն ինչը համաձայնեցնել, առաջ գնալ, դա ինչ որ երրորդի դեմ է, այդպիսի բան գոյություն չունի։ Ոչինչ, թող մեր ծրագրերը իրականացնելու համար մեզ գործիք օգտագործեն։ Հայոց աշխարհ։ Ո՞վ է դրան դեմ, որ մենք նաև ինքնանպատակ չենք, մենք ինքներս ենք միջոց, մեր կուսակցությունը միջոց է այդ նպատակներին հասնելու համար, ու դաշնակցությունը ինքնանպատակ չի ստեղծվել, ստեղծվել է հայ ժողովրդին եւ հայությանը ծառայելու համար։ Ստամյան, իսկ մյուս հարցը կապված պորտֆելների հետ Ինչ դա, պորտֆելները բավարար են թե չէ, ես ասել եմ, պորտֆելների միջոցով չի այդ բավարար կամ ոչ բավարար լինելը որոշվելու։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասել, որ սա այն դասական իմաստով կոալիցիա չի, որովհետև սրա շուրջ չի, այդ առանցքի շուրջ չի, որ ձևավորվում է իշխանությունը։ Այդ ձևավորող առանցքը նախագահականն է, որտեղ կա կիսանախագահական համակարգ։ Եվ այդտեղ դու ունենաս 3 պորտֆել, 13 պորտֆել, այդ իմաստով ոչ մի բան չի փոխում, որովհետև ինչպես է կայանում իրական որոշումների process-ը, ինչպես են այդ որոշումներն ընդունում, սա է գլխավորը։ Իսկ այդ որոշումների կայացման մեխանիզմը կիսանախագահական համակարգում բխում է նախագահականից, իսկ խորհրդարանականում բոլորովին այլ տեղից, խորհրդարանից։ Եվ ուրեմն այստեղ պորտֆելների քանակը բացարձակապես նշանակություն չունի։ Կարևորը այն քայլերի նկատմամբ,
ձեռք բերված համաձայնություններն են, հանձնառություններն են, երաշխավորված գործընթացն է, որ դեպի այդ նպատակները մենք կգնանք եւ ես վստահ եմ, որ ամեն անգամ այդ քայլերը կատարելուց, այդ ուղղությամբ գնալուց մեր երկիրը ավելի ու ավելի կլավանա եւ դուք դա ինքներդ էլ կտեսնեք։ Պարոն Ռուստամյան, չի կարծում, որ ավելի ճիշտ կլիներ սկզբում գնահատական տալ ստեղծված իրավիճակին, հետո նոր համագործակցության հուշագրի մասին է խոսքը, այսինքն գնահատական տալ, հետո անցնել անելիքների, չգիտեմ, համատեղ, այսպես ասած, իրականացվելի քայլերի եւ մնացածի մասին էլի, եւ երկրորդ հարցը, եթե կարելի է, եթե դուք այդքան հնարավորություններ, մեծ հնարավորություններ եւ ավելի մեծ ցանկություն ունեիք նպաստելու երկրի զարգացմանը եւ այլն, ինչու իզուր 6 տարի, առնվազն 6 տարի ժամանակ կորցրիք։ Համակարգն էր մեղավոր։ Այս բոլոր հարցերը իսկապես ճիշտ պատկերացնելու համար պետք է մի քիչ գոնե հիշողություն են լարել եւ տեսնել թե ինչ է տեղի ունեցել վերջի այս մի քանի առնվազն 2-3 տարում։ Այս համագործակցությունը այդ 2-3 տարիների ընթացքում անընդհատ հասունանում էր։ Այդ գնահատականները, որի մասին դուք խոսում եք, պաշտոնապես տրվել է, երբ որ սահմանադրության հայեցակարգն էր հրապարակվում։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի պրոֆեսիոնալ ձևով այս ամենին մոտեցեք։ Այդ հայեցակարգում գնահատված է այն բոլոր խնդիրները, որ երկրում գոյություն ունեն, ախտաճանաչում է կատարված եւ գլխավոր երկու հիմնական ախտաճանաչումներն է որդեգրված, որի մասին Դաշնակցությունը վաղուց խոսում էր, որ կա գերկենտրոնացում իշխանության, անձնակենտրոն է իշխանությունը եւ դրանից բխում է ամեն ինչ՝ մոնոպոլ տնտեսություն, մոնոպոլիզացիա բոլոր ոլորտներում։ Եվ երկրորդ կա ընտրական մի համակարգ, որը իշխանության փոփոխություն չի թույլ տալիս, չի ապահովում, չի երաշխավորում։ Այս երկուսը փոխելուն է միտված այս սահմանադրության փոփոխությունը։ Բացառությամբ լավ ախտաճանաչում, մի հատ էլ նորից վերցեք, այդ հայեցակարգը կարդացեք, կտեսնեք, որ լավագույնս ախտաճանաչված է։ Եվ ուրեմն եթե դա անեք, մյուս հարցներ չի առաջանա, որ ինչու այս 6 տարի իզուր կորցրեցիք։ Ես կարծում եմ, որ մենք 6 տարի տքնաջան աշխատել ենք, որպեսզի պետական մակարդակով առնվազն 2 բան արձանագրվի, որը հուշագրում կգտնեք։ Մեր կարևորած 7 կետերը հստակ արձանագրված են, մի բան էլ ավել։ Երկրորդ, համահայկական նպատակները, որ հայդատի գլխավոր նպատակներն են, որոնք արձանագրված են հռչակագրի մեջ, 100-ամյա տարելիցի մեջ, եւ այդտեղ ամբողջությամբ մեր ռազմավարությունը կարող եք գտնել հայդատի, այսինքն լինելով ընդդիմության մեջ, այդպիսի արդյունք 5 պատգամավոր, եթե հաշվենք Դաշնակցությունը 5 պատգամավոր, այսպիսի արդյունք որևէ մի դիմադիր ուժ չի կարողացել իր պատմության մեջ ցույց տալ։ Այս է իրականությունը։ Սա ոմանց հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, կհանգստանա։ Թե կարելի պարոն Ռուստամյան, ես հարցնում էի հուշագրում այդ գնահատականը տալուն։ Հուշագիրը կարդացողը չի նայելու մի հատ էլ սահմանադրության հայեցակարգը, որ իմանա թե ասենք ինչ գնահատականներ են տրված երկրի հուշագրում հիմա նույնը կարող եք ասել ընտրական օրենսգիրքը գրած, ասեք տեսնենք ինչ ընտրական օրենսգիրքի մասին է խոսքը, այդտեղ գումարենք 500 էջ։ Այնտեղ դատականի մասին է խոսքը, 300 էջ էլ է գումարենք։ Այսինքն մենք հուշագրի ոճը ժանրը այդ է 4-5 էջից ավել պետք չի դա լինի։ Պարտադիր չի որտեղ հատորներ լինեն, բայց դրանից բխում են կոնկրետ գործողություններ, անելիքներ։ Այդ ամեն կետը բացվելու է։ Այդ ամեն կետից բխելու են լուրջ օրենսդրական նախաձեռնություններ, 7 սահմանադրական օրենսդրական նախաձեռնություն, որ նախատեսված է սահմանադրությամբ, լրջագույն փոփոխություններ են առաջացնելու համակարգի մեջ, 400 եւ ավել այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մասին բազմիցս խոսել են։ Այդ ամենը հուշագրում գրենք, որ ինչ, որի պետք է գրեցին կարդալու են, ով ուզում է կարդա, էլի, որ չէ, ինչ ուզում ես գրի։ Քաղաքական համագործակցության համաձայնագրում դե կամրագրել է, որ պետք է իշխանությունը տարանջատել բիզնեսի խնդիր, որը կարելի ասել հիմնականում վերաբերում է հենց իշխող հանրապետականին եւ բարձր օրինակները տեսել եք այս վերջին տարիների ընթացքում նաեւ հիմա ինչպես եք պատկերացնում, որ հանրապետականը այս համաձայնագրի ստորագրումից հետո սկսի պայքարել ինքն իր դեմ։ Դրա համար այն մեխանիզմները, որոնց մասին մենք խոսում ենք, այդ մեխանիզմները պետք է նախ հաստատվեն։ Առաջինը, այդտեղ դուք կգտնեք էթիկայի հանձնաժողովի հետ կապված մեր հաստատումը, դա պատահական չի բերված, որ նույն այդ կառույցը ստեղծվել է հենց դրա համար։
նա ստեղծվել է, որպեսզի բացահայտի շահերի բախման բոլոր դեպքերը, անաչառ կերպով դա անի, եւ ունենք մենք փաստ անգամ, որ դիմել են այդ հարցով, բայց էթիկայի հանձնաժողովը, քանի որ չի ձևավորվել հավասարակշռված, բալանսավորված կազմով, այդ խնդիրը չի լուծվել։ Հիմա մենք վերանայելու ենք այս բոլոր մոտեցումները, նույնը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի այս process-ին, որ Հայաստանում գոյություն ունի, պետք է այդտեղ գործուն մասնակցություն ունենա քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի ներսից որոշումները այնպիսին ունենալ, որ դրանք վստահելի լինեն, համոզիչ լինեն, որ որևէ մեկը չփորձի դրանով պաշտպանվել, չպետք է ստեղծենք նոր մարմիններ, որ պաշտպանեն իշխանավորներին կամ որևէ մեկին։ Պետք է լինեն մարմիններ իսկապես անկախ, անաչառ, որ անկախ նրանից թե ով է այդ շահերի բախման մեջ մեղադրվում, նա իր պատիժը ստանա համապատասխան ձևով։ Սրա մասին ենք խոսում։ Հիմա դրա գլխավոր քայլը լինելու է դատական իշխանության անկախացումը։ Այդ դրանից բխելու է ամեն ինչ։ Մենք այսօր ունենք մի դատական իշխանություն, որը անկախ չի կարող լինել։ Իսկ այն ինչ որ ենթադրվում է, որ պետք է լինի, լիովին անկախ է լինելու գործադիրից։ Վերցրեք սահմանադրության այդ գլուխը լավ ուսումնասիրեք, հիմա դատական օրենսգիրքը երբ որ կգրենք դա ավելի կամրապնդենք եւ դրա համար ենք նաեւ այս համագործակցությանը գնացել, որ նաեւ սահմանադրությունը կյանքի կոչելու կարևոր մյուս էտապն էլ կատարենք լիարժեք, որ որևէ մեկի մոտ կասկածանք չմնա, որ այն ինչ որ գրված է, թղթի վրա չմնա։ Իսկ ես էլ հուշագիրն էլ, համաձայնագիրն էլ, դրա նման մի բան է, ես դա համար ասել եմ, սա մեր ներքին սահմանադրությունն է, երկու կուսակցությունների համար, որ պարտավոր են այդ ուղղությամբ քայլեր կատարել եւ դուք էլ պետք է հետևեք, որ այդ տողերը, որ գրված են, իսկապես իրականություն դառնան։